Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ողջունում եմ բոլորին, հանրահավաքության դերման և համակարգային նորություն ցուցաբերեմ որպես համայն։ Ես անկեղծ ասած բանավասը դիտարկել եմ և հիմնավորումները և նախագծի տեքստը, սկսեմ հիմնավորումներից ցանկացած նորմատիվ իրավական ակտում, եթե կատարվում հիմնարար փոփոխություն, ապա եթե որևէ նորմատիվ իրավական ակտում պետք է կատարել որոշակի փոփոխություն, ըստ նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորման և իրավաստեղծման հայեցակարգի ենթադրում է, որ պետք է լինեն համապատասխան գիտական հիմնավորումներ, գիտաբանական, որի համապատասխան նկատելը սոցիալական պահանջում կա։ Ինչպես որ Վահանն արդեն ներկայացրեց, մեր հայ իրականությունում սոցիալական պահանջում դրաբերել է, առկա չի ավելին հակառակ մոտեցումն առկա, որ նման անհրաժեշտություն գոյություն չունի։ Հիմա երբ որ ուսումնասիրում են հիմնավորումները 73-րդ հոդվածով առկա իրավական և նորմատիվ բազան վերացնելու, այսինքն ուժի գործած ճանաչելու, հիմնավորումները նշում են հանգամանքը, որ օրենսդրի կողմից անընդհատ փոփոխություններ են արվել շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ և այս ինստիտուտի էությունը թակարդել է։ Այսինքն ստացվում է իրավիճակ, որ օրենսդիրը արդեն իսկ գործող պոզիտիվ կարգավորման նորմալ երևույթը փոփոխում է, գրայությունը խաթարվում է, և դրանում ներդրված իմաստը փոխվում է, և դրա արդյունքում որոշում են ոչ թե խնդիրը լուծել, այլ այդ նորմալ ինստիտուտը ամբողջությամբ վերացնել։ Սա իմ կարծիքով ձևական տրամաբանության տեսանկյունից խնդրահարույց առնվազն նորմատիվ ակտի գիտաբանական հիմնավորման տեսանկյունից։ Երկրորդը ինչ է նշվում, նշվում է, որ համապատասխան այդ շահագրգիռ անձանցի զատ վարչական դատավարության օրենսգրքի ներկայիս գործող կարգավորման 43 հոդվածի հետագա ինկորպորացիաներով և 91-րդ հոդվածով հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում է նույն նպատակը։ Դա այդպես չէ, ես աշխատանքի վերաբերումով ղեկավարել եմ բազմաթիվ գիտական աշխատանքներ և նաև որոշակի գիտական աշխատանքներ անձամբ եմ կատարել վարչադատավարական ինստիտուտի էության մասով։ Վարչական դատավարության նպատակը, ինչպես մեր պարոն Բաղարյանը նշեց, այլ է, և դրանում օրենսդրի կողմից ներդրված նպատակը դատավարական կառուցակարգի տեսանկյունից բոլորովին այլ է։ Վարչական դատավարության նպատակը ինկվիզիցիոն տարերի ներմուծման անձին պաշտպանել է պետությունից, և վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտի էությունը ոչ թե դատական ակտի կատարման ապահովում է, ինչպես հեղինակներն են դեպքում գիտական հիմնավորումների ճակատագրով, այլ այդ վարչական ակտը չկատարելն է, մինչև դրա դատական վերահսկողության կարգով վերջնական դատական ակտով դրա ճակատագիրը որոշել է։ Այս երբ ասած, եթե մենք ունենք միջամտող վարչական ակտ, վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի կարգավորման իմաստով վարչական ակտի միջամտող վարչական ակտի մասին է խոսքը, դրա կատարումը կասեցնելն է, իսկ հայցի ապահովման ինստիտուտի էությունը դատավարական տեսանկյունից հանգում է նրանց, որ դա ուղղված է կայացնելիք պոտենցիալ դատական ակտի կատարման ապահովմանը։ Եվ վերջին հիմնավորումները, որ ասում են դե շահագրգիռ անձինք այդ ամեն ինչը փոխել են, առաջարկում են նաև 91-րդ հոդվածում փոփոխությունների արդյունքում ներառել մեկնով, ըստ որի, եթե օրենքով, այսինքն նյութական օրենսդրությամբ նախատեսվում է անհապաղ կատարման ենթակա հիմք, դա նշանակում է, որ դատարանը չի կարող դա ընդհանրապես քննարկման առարկա դարձնել, այսինքն դրա հայցի ապահովման միջնորդությունը ընդհանրապես դատարանը չի քննելու։ Մի կողմից թվում է դրա լավ ու վատ կենցաղային գնահատականը, սա նույնպես գիտաբանական և հայցակարգային լուրջ խնդիրներ կա։ Այսինքն ստացվում է մի բան, որ պոզիտիվ իրավունքով, մասնավորապես օրենսդրական կարգավորումներով դատարանից խլում են նրա արտադատական գործառույթը։ Հիմա ես ուսումնասիրում եմ բազմաթիվ իրավական ակտեր, օրենսդրական ակտերի մասին է խոսքը, որտեղ նախատեսվում է վարչական ակտերի կոնկրետ վարչական մարմինների կողմից կայացվող միջամտող վարչական ակտերի անհապաղ կատարում, առանց որևէ հիմնավորման։ Նմանատիպ կարգավորում ունեն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում, հրդեհային անվտանգության մասին, բնապահպանական վերահսկողության մասին, տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին։ Ու պրակտիկայում մենք այս պահին արդեն իսկ բախվում ենք բազմաթիվ խնդիրների։ Այսինքն ինչ է ստացվում, եթե հիմնավորման մեջ նշվում է, որ շահագրգիռ անձինք եկել են վարչապետի 83-ում նախաձեռնել են փոփոխություն և ազգային ժողովում փոխել են, հետ շահագրգիռ մարդիկ կգան իրենց ոլորտը կարգավորող հատուկ պոզիտիվ կարգավորում օրենսդրական մակարդակով կփոխեն, դեպի նույն վիճակ կստանան։ Այսինքն ամեն մի ոլորտը, որը որ լոբի կանի ուժեղ ղեկավար կունենա, ազգային ժողովում կարող լոբին գալի, դա ոլորտում կարգավորումները փոխեն, և այդ ոլորտի միջամտող վարչական ակտեր, որ ընդունում են վարչական մարմնի կողմից, գերեն այդ օրենքում, նյութական օրենսդրությունում, որ դա ենթակա անհապաղ կատարման։ Ու դե ֆակտո ըստ այս լրացումների դատարանը այլևս չի կարող դրա հայցի ապահովման միջոցով ընդհանրապես քննարկման առարկա դարձնել։ Այստեղ սահմանադրական ուժ խնդիր եմ տեսնում, որովհետև դատարանից խնդրել իր արտադատական գործառույթը օրենսդրական
նյութական օրենքներում փոփոխություն անելով եւ կոնկրետ վարչական մարմնի ակտին տալով անհապաղ կատարման հնարավորություններ ձևակերպումներով ես համարում եմ անթույլատրելի ստեղծող համանդրական խնդիրներ։ Այսքանը փորձեմ արգելել նույնիսկ գործընկերների ներկայացնողությունը։